Ալբերտ Խամոյանը մեկ ամիս ժամկետով խափանմիջոց է ընտրվել կալանավորումն նկատմամբ, ամսի 25-ից կալանքի տակ է գտնվում, ներկայումս Միջնորդությունը ներկայացվել վերջինս նկատմամբ ընտրված խափանմիջոց կալանավոր ժամկետը ևս 2 ամիս ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Այսօր քննարկվի դատարանում դատավորի կողմից կայացվի վեճը, տեսնենք երկարացումը միջնորդությունը ընդունումա թե մերժումը բաց կլինի։ Այս ամսվանից է կալանքի։ Ամսի 25-ից կալանքի տակ է, արգելանքի ավերցի ազատազրկման գտնվում է կալանքի տակ։ Բարաշեն քրեակատարական հիմնարկում։ Ըստ էության այն է մեղադրանքը, որ բարեգործության արգելքն է խախտվել, ընդունում եք հնարավոր է նման բան թե ոչ, ինչպես եք վիճակելու։ Ոչ մի կերպ չենք ընդունում տվել մեղադրանքը, Գևորգ Խամոյանը որևէ կուսակցության անդամ չի հանդիսացել, որևէ կուսակցության անունից բարեգործություն չի իրականացնել, այդ բարեգործությունը իրականացվում է դեռևս 20 թվականից պատերազմի ժամանակներից, բարեգործությունը իրականացվել օգնություն է տրամադրել ինչպես Պաշտպանության նախարարությանը, արցախցիներին, Արցախի հանրապետությանը դեռևս 20 թվականին, իսկ 23 թվականից հետո արդեն բարեգործությունը շարունակվել է օգնություն տրամադրվել Միացեք Հայեր խմբի կողմից, որը բացառապես բարեգործական ֆունկցիաներ է իրականացնում, այդ խմբի մեջ այդ խումբը բացառապես ապաքաղաքական խումբ է, անձանց կողմից հավաքված, որի մեջ կան տարբեր քաղաքական հայացքներով, ինչպես նաև անկուսակցական անձինք, այդ իսկ պատճառով այդ ամենը բերել կապել ինչ-որ քաղաքական ուժի հետ կամ ընտրությունների հետ աբսուրդի ժանրից է դա։ Արդարացի, ինձ թվում է արդար դատավորը որոշում կկայացնի քննարկելու միջնորդությունը, մենք բոլոր փաստերը բերել ենք, կներկայացնենք դատարանում, այս ողջ ընթացքում աշխատել ենք, փաստերը հավաքել ենք, կներկայացնենք, սպասենք դատարանի որոշմանը։